Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Ողջույն, առաջին լրատվականի եթերում տարածաշրջան եւ Անդին հայաց Երևանից հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես Սիրանուշ Պապյանն եմ։ Անդրադառնալու ենք մեր տարածաշրջանում ու դրանից դուրս տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ միջազգային համաձայնագրերի պատրաստման մասին հրամանագիրը։ Զելենսկին հրամայել է որոշման կատարման վերահսկողությունը հանձնարարել ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեն Ումերովին։ Հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից։ Նշվում է, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը պաշտպանության նախարարության հետ համատեղ հանձնարարվել է անհապաղ պատրաստել եւ նախագահին ներկայացնել երկրի անվտանգության երաշխիքների վերաբերյալ միջազգային համաձայնագրերի նախագիծը։ Փաստաթղթում նաև նշվում է, որ որոշումը պատրաստվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկների քննարկումից հետո, որոնք պատրաստվել են երկրի պատվիրակության, Միացյալ Նահանգների, այլ միջազգային գործընկերների ու Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցություններին մասնակցելուց հետո։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ թվում Միացյալ Նահանգների միջև եռակողմ բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել փետրվարի 4-ից 5-ը։ Բանակցությունների հաջորդ փուլը կկայանա շուտով, սակայն դեռևս ճշգրիտ ամսաթիվ չկա։ Տեղափոխվենք մեր տարածաշրջան Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, թե բացահայտվել են օտարերկրյա հետախուզական ծառայությունների կողմից Ադրբեջանի Հանրապետության դեմ ուղղված գործողություններ։ Նշվում է, որ Ադրբեջանի մի շարք ազդեցիկ գործիչներ, այդ թվում նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը, գործարար ու քաղաքական գործիչ Աբբաս Աբրասովը, հիմնական ընդդիմադիր ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին եւ այլոք մասնակցել են իշխանությունը բռնի կերպով զավթելու ու սահմանադրական կարգը տապալելու նպատակով կազմակերպված դավադրությանը։ Մեղադրական եզրակացության համաձայն 2012 թվականի օտարերկրյա պետությունում ստեղծված Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միություն անվամբ կառույցը, որը հայտնի է նաև որպես միլիարդատերերի միություն, որի համահիմնադիրներն էին Աբբաս Աբրասովը եւ Ռուստամ Իբրահիմե Բեկովը, ներգրաված են եղել Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներին միջամտելու փորձերում։ Նշվում է, որ այս կազմակերպության անդամները համագործակցել են ընդդիմադիր գործիչների հետ, ստեղծելով Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը, որը 13 թվականի նախագահական ընտրություններում որպես տեխնատու առաջադրել էր Ռուսաստանի քաղաքացի Ռուստամ Իբրահիմ Բեկովին։ Ըստ մեղադրանքի օտարերկրյա հետախուզական ծառայությունների ֆինանսական ու կազմակերպչական աջակցությամբ ծրագրավորվել են զանգվածային անկարգություններ, նպատակ ունենալով ապակայունացնել իրավիճակը երկրում, խաթարել պետական մարմինների գործունեությունը ու հասնել իշխանափոխության։ Այդ նպատակով հավաքագրվել են մարդիկ հանրապետության տարբեր շրջաններից, ինչի համար օգտագործվել են զգալի ֆինանսական միջոցներ։ Արձանագրվել է նաև, որ արտերկրում բնակվող Ադրբեջանի քաղաքացիներին հանձնարարվել է ընտրությունների ժամանակ վերադառնալ երկիր եւ ներգրավել իրենց շրջապատի անձանց հանրահավաքների ու անկարգություններին մասնակցելու համար։ Մեղադրական եզրակացությամբ նշվում է նաև, որ ընդդիմադիր շրջանակների ներկայացուցիչները գաղտնի բանակցություններ են վարել օտարերկրյա պաշտոնյաների ու հետախուզական ծառայությունների հետ, իշխանության գալու դեպքում այդ պետության ռազմավարական շահերը ապահովելու խոստումներով։ Ըստ ներկայացված տվյալների քննարկվել է նաև Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Բացի այդ, պետական անվտանգության ծառայությունը պնդում է, որ 20 թվականի հուլիսի 14-ից 15-ի իրադարձությունների ժամանակ, երբ Բաքվում անցկացվում էր բանակին աջակցող երթ, որոշ ընդդիմադիր գործիչներ փորձել են իրավիճակը օգտագործել զանգվածային անկարգություններ հրահրելու, պետական հաստատությունների շենքեր գրավելու եւ իշխանության զավթման մասին հայտարարություններ անելու նպատակով։ Նշենք, որ թեև չի նշվում, որ օտարերկրյա պետության մասին է խոսքը, սակայն ակնհայտ է, որ այն Ռուսաստանի մասին է։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։ Դրա շրջանակներում Միցոտակիսը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել են Թուրքիա-Հունաստան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 6-րդ նիստին։ Նիստի ընթացքում երկու երկրների միջև կնքվել է 7 համաձայնագիր, որոնք վերաբերում են ծովային առևտրի, ներդրումների, տնտեսական համագործակցության, երկրաշարժերի դեմ կանխարգելիչ միջոցառումների, մշակույթի, գիտության ու տեխնոլոգիաների ոլորտներին։ Էրդողանն ու Միցոտակիսը երկկողմ հարաբերությունների հետ մեկտեղ քննարկել են Էգեյան ու միջերկրական ծովերին վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձել են Գազայում ու Սիրիայում տիրող իրավիճակին։ Էրդողանը նշել է, որ երկու երկրների առևտրի ծավալները հասել են 7 միլիարդ դոլարի եւ կողմերը մտադիր են այն հասցնել 10 միլիարդի։ Նախորդին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում ընդունել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին եւ բանակցություններ վարել իրանական հարցի շուրջ։ The Threat Social հարթակում Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ հանդիպումն անցել է շատ լավ, սակայն վերջնական որոշումներ չեն կայացվել։ Վերջնական որոշում չի կայացվել բացի այն, որ ես ընդգծել եմ, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն, որոշելու համար, թե արդյոք համաձայնագիրը հնարավոր է։ Եթե այո, ապա ես տեղեկացրել եմ վարչապետին, որ սա կլինի իմ նախընտրությունը, գրել է Միացյալ Նահանգների նախագահը 3 ժամից ավել տևած հանդիպումից հետո։ Միևնույն ժամանակ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լայջանին հայտնել է, որ Օմանի իշխանությունները անուղղակի բանակցությունների առաջին փուլի ավարտից հետո իրանական կողմին են փոխանցել Միացյալ Նահանգներից մի քանի ուղերձներ։ Նրա խոսքով Օմանում վերջերս կայացած հանդիպումը ընդհանրապես ուղերձների փոխանակում էր եւ Միացյալ Նահանգների մասնակցությունը բանակցություններին վկայում է ռացիոնալ ուղղությամբ շարժման մասին։ Լարիջանին ընդգծել է, որ Իսլամական Հանրապետության դիրքորոշումը բանակցությունների գաղափարի վերաբերյալ դրական է։ Նա նշել է, որ երկխոսությունը շարունակվում է եւ տարածաշրջանի որոշ երկրներ ջանքեր են գործադրում արդյունքի հասնելու համար։ Նա նաեւ պարզաբանել է, որ ուրանի հարստացման լիակատար դադարեցման վերաբերյալ քննարկումներ չեն ընթանում երկրի էներգետիկ կարիքների պատճառով։ Վաշինգտոնի հետ բանակցությունները սահմանափակվում են բացառապես միջուկային խնդրով եւ չեն շոշափում այլ հարցեր։ Այսօրվա համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր հաղորդումներին, կհանդիպենք։